դրանք քո հանգամանքներն են, ու եթե դու այդ հանգամանքներում ես, դու որպես կան ունես գործիք հա կազմում այդ հանգամանքներից դուրս գալու համար, եթե քեզ ձեռնտու չեն, կամ այդ հանգամանքների մեջ լավագույն ինչ որ արդյունքը գեներացնելու համար։ Ես չեմ տեսել այսքան ժամանակ, որ մարդ լինի հանգամանքներում, որոնցից անհնար է դուրս գալ։ Ուրիշ հարց, որ դուրս գալու ճանապարհը կարող է տհաճ լինի, կամ վերջնարդյունքը տհաճ կարա լինի, կամ մեր ուզածը չլինի, բայց կաթիլ, փոքր քայլերով։ Ակնկալիքներ կա տղամարդկանցից լռելու իրանց էմոցիաների մասին իմիջիայլոց հասարակության մեջ, դա էլ կա, օրինակ տղեն չի կարա լացի, շատ արատավոր բան է իմ համար։ Էմոցիայի արտահայտման տարբեր ձևեր կան, շատ տարբեր ձևեր կան, բայց դրա համար է տղամարդկանց մեծ մասը օրինակ սաղ մեջակցում 40 տարեկանում ինֆարկտից մեռնում։ Դե բացի այդ, միգուցե մեջակցում չի լացում, բայց դա վերածվում է ագրեսիայի։ Կարա Ու վերածվում է ագրեսիայի ավելի թույլերի, հիմնականում երեխաների, կանանց, ինչ որ կենդանիների հանդեպ։ Այլոց հանդեպ ագրեսիան դրսևորվում է այն պարագայում, երբ դու ինքդ ներքին անբավարարվածություն ունես ինքդ քեզնից։ Ես չեմ տեսել ներքին բավարարված մարդ, ով ուրիշների հանդեպ ագրեսիա դրսևորի։